Ուրեմն եկեք շարունակենք մատրիցների բազային հատկությունների ուսումնասիրությունը այսպես, եթե մեզ n անգամ n մատրիցա տված, m անգամ n մատրից է տված, ապա նրա տրանսպոնացված մատրից է կոչվում այս n անգամ m մատրիցը, որը նշանակվում է այսպես, a իր գլխին t նշանը դրված, որը սահմանվում է այսպես, a տրանսպոնացվածը ստացվում է a-ից նրա բոլոր տողերն ու սյուները փոխարինելով, այսինքն օրինակ եթե ստեղ մենք ունենք առաջի տող, այդ առաջի սյունը վերցնենք գրենք որպես առաջի սյուն, երկրորդ տողը, այսպես երկրորդ տողը գրենք որպես երկրորդ սյուն եւ այլ, վերջի տողը գրենք որպես վերջի սյուն։ Բնականաբար սա կարելի է նաև այսպես ասել, որ սա նույնն է, որ մենք վերցնենք այս մեր մատրիցի անկյունագիծը, տեսեք դիտմամբ այսպես եմ գրում, որտեղ անկյունագիծը պարտավոր չի, չէ՞, այս կետում վերջանալ։ Եվ այս անկյունագծի նկատմամբ մեր մատրիցը ինչ անենք, այսպես արտացոլենք անկյունագծի նկատմամբ։ Կամ ուրիշ խոսքերով ասած, i-j-րդ տարրը մեր մատրիցի, այստեղ a-i-j-ին ինքը տրանսպոնացված մատրիցի մեջ դառնում է a-j-րդ տարր։ Այս երեք մոտեցումներ կարելի է հասկանալ։ Օրինակ, այս մատրիցը վերցնեմ, նախ հələ հասկանանք այն առաջի տերմինոլոգիայով։ Վերցված առաջի սյունը գրված է որպես առաջի տողը գրված է որպես առաջի սյուն եւ այլ։ Կամ ուրիշ խոսքերով ասած, վերցված է իր անկյունագիծը, անկյունագծի շուրջ ինչ արած, իրան պտտացրած է, այսպես արտացոլված է։ Այսպես էր դառել այսպես։ Կամ եթե ցանկալի է մեզ երրորդ տերմինոլոգիան, վերցրենք այս մեր մատրիցը եւ նրա մեջ a-i-j տարրը, օրինակ ստեղ սա ով է, a3-2-ը, a3-2-ը մեր մատրիցում, a դառնում է a2-3-ը, այստեղ է գնում, տրանսպոնացված մատրիցում։ Եվ կարող են այսպիսի մի քիչ արտառոց դեպքեր լինել։ Նայեք, սենց տող մատրիցա, եթե իրան տրանսպոնացնում ենք, դառնում է սյուն մատրից, եւ հակառակը սյուն մատրիցը տրանսպոնացնում ենք, դառնում է տող մատրից։ Ու նայեք, sense յուրահատուկ դեպքեր կարող են, եթե հետաքառակուսի մատրիցա հետն կարող է այնպես լինի, որ ինքը սիմետրիկ լինի իր այս անկյունագծի նկատմամբ։ Եթե սիմետրիկ անկյունագծի նկատմամբ, ուրեմն տեսեք, եթե այդ գործողությունները անեմ, այս -1-ը կգնա ստեղ, տրանսպոնացումից հետո այս 2-ը կգա ստեղ, այս ինչ կլինի, այս 5-ը կգա ստեղ, այսինքն տրանսպոնացումից հետո այս մատրիցը ինչ կլինի։ Ոչինչ չի փոխվի, այսինքն կարող եմ գրեմ անհավասար է a տրանսպոնացված, ինքը իր տրանսպոնացվածին հավասար է։ Մենք այս մատրիցները անուն ունեն, կոչվում են սիմետրիկ մատրից։ Սիմետրիկ մատրիցը դա այն քառակուսի մատրիցն է, որը հավասար է ինքը իր տրանսպոնացվածին։ Եղավ։ Ուրեմն, տեսեք, տրանսպոնացման հետ կապված գոյություն ունեն հետևյալ պարզ հատկությունները։ Ցանկացած AB մատրիցների համար եւ ցանկացած C սկալյարի համար միևնույն դաշտից, տեսեք, A-ի տրանսպոնացվածի տրանսպոնացվածը հավասար է A-ին։ Սա ապացուցելու կարիք կա արդյոք, թե վերցնեմ A մատրիցը, տրանսպոնացնեմ, նշանակում է այս առանցքով իրան այսպես արտացոլեմ։ Հետո մի հատ եմ տրանսպոնացնում, նշանակում է եւս մի հատ եմ արտացոլում։ Երկու անգամ եթե արտացոլեմ, ինչը կստանամ, սկզբնական մատրիցը։ Հաջորդը A + B-ի տրանսպոնացվածը հավասար է A-ի տրանսպոնացված գումարած B-ի տրանսպոնացված։ Սա ինչ է նշանակում, եթե երկու հատ մատրից ունենք, գնում տեսեք, եթե A + B-ի մասին է խոսքը գնում, նշանակում է նրանք պետք է նույն չափի մատրից լինեն, որպեսզի նրանց գումարը իմաստ ունի։ Եթե սրանք գումարեմ, հետո այս գումարը տրանսպոնացնեմ, այդ նույնը կլներ, երբ որ առանձին տրանսպոնացնեի, այսինքն ամեն մեկը առանձին, այս իր այս
դիագոնալի շուրջ պատտեի, հետո նոր գումարեի։ Հաջորդը, եթե մի հատ մատրիցա տված, կամայական ու իրան պիտի C-ով բազմապատկենք։ Նախ իրան C-ով բազմապատկենք, նշանակում է բոլոր տարրերը մի հատ մարտամիհատ C-ով բազմապատկվեցին, չէ՞։ Այստեղ բոլոր տարրերը C-ով բազմապատկվեցին։ Հետո դրանից հետո նոր տրանսպոնացնեինք, այսինքն արտացոլեինք, այդ նույնը չէր լինի, եթե նախ արտացոլեինք, հետո նոր C-ով բազմապատկեինք, պարզ է։ Խնդրում եմ ուշադիր այս բոլոր կետերի վրայով նայեք, գնացեք, ստուգեք ինքնուրույն։ Դե այս առաջի երեքը ստուգեցինք, մի քիչ տրամաբանություն է եւ դատողություն է պահանջում միայն այս ուրեմն այս 4-րդ կետը, եթե A, B երկու հատ մատրիցներ են տված, նրանք եթե բազմապատկենք, հետո նոր տրանսպոնացնենք, այդ նույնն է, որ առանձին սա եթե A-ն է, սա էլ B-ն է, առանձին իրանց տրանսպոնացնենք, հետո նոր բազմապատկենք։ Տեսեք, խնդրում եմ ուշադիր ինքնուրույն նայեք ապացույցը, բայց հիմնական իդեան շատ պարզ է։ Տեսեք, օրինակ եթե սրա մեջ, եթե ես վերցնեմ i-րդ տողը, պետք է սա գա բազմապատկվի սրա մեջի j-րդ սյանը։ Դա կլինի արտադրյալում կլինի C-ի j-րդ տարրը, չէ՞։ Այս AB արտադրյալում, բայց վերջում էլ մի հատ է տրանսպոնացվում է, վերջնական ավարտական մատրիցում սա կլինի C-ի երրորդ տարրը։ Համաձայն եք։ Այս ճանապարհով մենք կհասնենք այս վերջնական մատրիցի j-ի երրորդ տարրը կառուցած կլինենք։ Դե իսկ սա ձախ կողմի խոսակցությունն է։ Հիմա նայենք այս աջ մասի խոսակցությանը։ Սրա մեջի j-ի երրորդ տարրը ով կլինի։ Սրա մեջի j-ի երրորդ տարրը կլինի ահա այս մատրիցի j-երրորդ, չէ՞, տողը բազմապատկած այս մատրիցի ինչով։ Երրորդ սյունով։ Բայց հələ մի հատ մտածենք, այս մատրիցի սա ով է, B-ն է, B-ի տրանսպոնացվածն է։ Սրա j-երորդ տողը դա B-ի j-երորդ սյունը չի արդյոք, այսա չի։ Այս սա է։ Սա դա հենց այս սա է։ Իսկ այս մատրիցի i-երորդ սյունը դա A-ի i-երորդ տողը չի, ահա այսա։ Նշանակում է, մենք այս մատրիցի j-երորդ տարրը կստանանք, եթե մենք այս տողը, այս սրա տարրերը հատիկ-հատիկ բազմապատկենք սրա հատիկով, գումարենք։ Այդ նույնն է, ինչ որ սրա տարրերը հատիկ-հատիկ բազմապատկացնելով գումարենք։ Մի խոսքով, խնդրում եմ ուշադիր նայել այս կետերը, եւ այս 4-րդ կետից այս 5-րդը բխում է ավտոմատ կերպով, երբ որ A-ն ու B-ն իրար հավասար են։ Ինչևից է։ Եվ այս հատկանիշներ կան, որոնք այս հատկություններից միանգամից բխում են։ Օրինակ, հետևանք։ Ցանկացած A մատրիցի համար A անգամ A տրանսպոնացվածը եւ A տրանսպոնացվածը անգամ ճիշտ են սահմանված եւ իրենց ներկայացնում են սիմետրիկ մատրից։ Հələ հասկանանք ինչի են ճիշտ սահմանված։ Եթե A-ն մատրից էր M անգամ N, ապա իր տրանսպոնացվածը դուք ասեք, քանիսի վրա մատրից կլինի։ N անգամ M։ Ահա, N անգամ M։ Այսինքն S տեսնում եք, S N-ը S N-ին համապատասխանում է, ուրեմն իրավունք ունենք մենք սրանք իրարով բազմապատկելու։ Իդեպ արդյունքը կլինի M անգամ M մատրից։ Նույնը սրա համար։ Հիմա եկեք ցույց տանք, որ այդ սիմետրիկ կլինի։ Սիմետրիկ մատրիցը դա N էր, որ ինքն ու իր տրանսպոնացվածը ինչ էին միմյանց։ Հավասար։
Դե գրենք այս սա եւ տրանսպոնացնենք, տեսնենք ինչ կստացվի։ Համաձայն նախ այս հատկության, այս 4-րդ հատկության, սա կլինի I այս աջ կողմինը A տրանսպոնացվածն է, չէ՞, կանչած կազմած։ I տրանսպոնացվածի տրանսպոնացված անգամ I տրանսպոնացված, սա ստեղից։ Դե I տրանսպոնացվածի տրանսպոնացվածն է պարզապես A-ն, հավասար եղավ սրան։ Ստացվեց սա մի մատրից է, որի տրանսպոնացվածը հենց ինքն է, առաջի կետը ապացուցվեց։ Երկրորդ կետը ասում է ցանկացած A քառակուսի մատրիցի համար A գումարած A տրանսպոնացվածը սիմետրիկ մատրից է։ Ոնց պետք է ստուգենք A գումարած A տրանսպոնացվածի վրա կիրառենք տրանսպոնացման գործողությունը։ Ինչ է ստացվում։ Փակագծերը էլի բացվում են, շնորհիվ վերևի հատկությունների։ Ստացվում է I տրանսպոնացված գումարած A տրանսպոնացվածի տրանսպոնացված, այսքանը, այս երկու թեյերը կոպիտ ասած իրար կրճատում են, ստացվում է սա, դե ստեղ էլ երկու հատ մատրից են գրած, կարելի է շնորհիվ կոմուտատիվության արտագրել էսպես, ստացվեց այս մատրիցի տրանսպոնացված հավասար է իրան, ինչ ավարտում է ապացույցը։